Ողջույն սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ, Փառք Տիրոջը այսօրվա համար։ Ուզում մի քանի մտքեր կիսվել կրկին ֆինանսների մասին, բաներ, որոնք ես ինքս էլ լսել, կարդացել եւ սովորել եմ եւ Աստծո մարդկանցից մեկի մտքերից կուզեմ կիսվել եւ շատ դուրս եկավ եւ նաեւ բավականին ոսկեղեն համարներ, աստվածաշնչյան համարներ ես փնտրեցի եւ ավելացրեցի, կուզեմ կիսվել սիրելիներ։ Ինչպես վարվենք փողի հետ կամ փողի վտանգները որոնք են, որ կարող է Աստծո մարդը ունենալ, հոգևոր մարդը կարող է ունենալ։ Իսկապես ես համարում եմ այսպես, որ գումարը, ֆինանսը դա օրհնություն է Աստծուց, բայց այն կարող է չարիք եւ անեծք լինել յուրաքանչյուրի համար։ Դրա համար յուրաքանչյուր օրհնություն մարդ պետք է կարողանա պահել, պահպանել եւ ճիշտ օգտագործել։ Հակառակ դեպքում այդ օրհնությունը կարող է վնասել իրեն։ Դրա համար սիրելիներ մենք պետք է ապրենք Աստծո կամքով, Աստծո խոսքով, ինչպես որ Աստվածաշունչն է ասում, սովորենք Աստվածաշնչից իմաստություն, որպեսզի ճիշտ ապրենք։ Հակառակ դեպքում անգամ լավ բաները եւ օրհնյալ բաները կարող են մեզ վնասել։ Օրինակի համար Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ մեր ունեցածով մենք գոհանանք։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, որ գոհացիր այն ամենի համար, որ դու ունես։ Մարդը կարող է իսկապես շատ օրհնություններ ունենալ։ Աստված կարող է այդ մարդուն շատ օրհնած լինի եւ այդ մարդը ուրախանա, բայց հանկարծ նկատի, որ մեկ ուրիշը ինչ-որ հաջողություն ունի կամ ինչ-որ փոքրիկ ձեռքբերում ունի եւ սկսի տխրել։ Դա իսկապես նախանձության դրսեւորում է, կամ էլ չի կարողանում այդ մարդը տեսնի, թե Աստված իրան ինչքան է տվել, ինչքան է օրհնել։ Բոլորը իրեն սիրում են եւ հանկարծ կարող է մեկը չսիրի իրեն եւ ինքը կենտրոնանա այդ մեկի վրա, որ իրեն չի սիրում եւ կորցնի ուրախություն այն բոլոր մարդկանց, որ իրեն սիրում են։ Եվ նմանատիպ բաներ սիրներ, որ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, գնահատիր այն ամեն ինչ որ դու ունես, որպեսզի կարողանաս ճիշտ վերաբերվես, ճիշտ ապրես։ Գնահատենք այն ինչ որ Աստված մեզ տվել է եւ թող Աստված օգնի մեզ։ Ինչպես վերաբերվենք գումարի հետ, առաջինը՝ մի սիրեք փողը։ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ ամեն չարության արմատը արծաթասիրությունն է, երբ որ մարդը ոչ թե արծաթն է, փողն է, այլ փողասիրությունը։ Երբ որ մարդը սկսում է սիրել փողը, աստիճանաբար նա պատրաստ է լինում ամեն բան անելու փողի համար։ Փողը ընդունիր որպես միջոց ինչ որ բաների համար, բարեկեցության համար, մարդկանց օգնելու համար, ապրելու համար եւ այլն, որովհետեւ արծաթասիրությունը բոլոր չարիքների, փողասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտնելով ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք բազում ցավերի պատճառեցին։ Մարդը ցավերի տեղյակ է լինում, ինքը մարդը սկսում է փողը, երբ որ սկսում է սիրել, այս մարդը սկսում է հոգսերի տեր դառնալ։ Այս մարդը ընկնում է տարբեր խնդիրների մեջ։ Ինքը փողը սիրելով կարող է շատ դեպքերում ընկնի իրավիճակների մեջ, որ ինքը չէր էլ պատկերացնում, չէր էլ զգում, այսինքն ունես որքան որ Աստված տվել է, ձգտիր ավելին վաստակիր, ավելին արա, բայց երբեք մի սիրիր փողը, որտեղ եթե դու սիրում ես մի բան, սիրում ես մեկին, ուրեմն պատրաստ ես լինում նրա համար զոհաբերություններ անել, նրա համար շատ բաներ անել։ Մի սիրիր փողը, եւ եթե անգամ ինչ որ բան մեկին սիրում ես, բնականաբար կորցնելու դեպքում դու մեծ ցավ ես ապրում։ Փողը միշտ պետք է դիտարկենք, մենք գումարը միշտ պետք է դիտարկենք միջոց ապրելու համար, միջոց մարդկանց օգնելու համար, միջոց Աստծուն ծառայելու համար, միջոց բարիք անելու համար։ Եթե սիրում ենք փողը, ուրեմն չարության արմատը դրա մեջ է։ Շատ բաներ կսկսի, այսինքն փողի համար պատրաստ կլինենք խաբել, փողի համար պատրաստ կլինենք դավաճանել, կեղծել, փողի համար պատրաստ կլինենք եկեղեցի չգնալ, փողի համար պատրաստ կլինենք մեղք գործել, փողի համար պատրաստ կլինենք մեր առողջությունը կորցնել, որտեղ սիրում ենք։ Երկրորդը՝ մի կորցրիր փողը կամ մի վատնիր փողը։ Այսինքն Աստված տվել է քեզ գումար, Աստված տվել է քեզ կարողություն, մարդը կարող է այդ կարողությունը ավելացնել, կարող է օգնել ուրիշներին, կարող է Աստծո գործի համար ծառայեցնել, բայց կարող է նաև վատնել։ Օրինակ, լինում են մարդիկ, որոնք այս գումարը վատնում են տարբեր աննպատակ կերպերով, շքեղություն, մարդկանց ի ցույց դնելու համար, մեքենաներ են առնում, չգիտեմ, հագուստներ ճոխ, բայց ասենք զուտ դրա կարիք ինքը չունի մարդկանց ի ցույց դնելու համար։ Կամ սկսում են արդեն ավելի վատ բաների վրա օգտագործել։ Օրինակի համար մարդիկ են լինում, որ փող ունեն, սկսում են սիրուհի պահել եւ սիրած պահել, սիրուհի պահել եւ նրա վրա ծախսել շատ գումարներ, որոնք որ իսկապես անհասկան նախ առաջինը դա շնության մեղք է, Աստծո կողմանը, դավաճանություն է եւ երկրորդը արդեն դու կտրում ես կարծես քեզանից, քո երեխաներից, քո ընտանիքից եւ
վատնում ես ուրիշ բաների։ Մարդիկ փողով սկսում են խաղալ։ Փող ունես, ծախսիր, ինչի՞ ես իզուր տալիս այդ մեքենաներին կամ կայքերին կամ չգիտեմ կազինոներին եւ այլն։ Մի վատնիր փողը, մի կորցրու փողը, այն քեզ տրված է Աստծուց պարգև։ Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ եւ յուղ կգտնվի առակաց 21:20, բայց անմիտը կուլ կտա այն։ Անմիտը կուլ է տալիս, միանգամից sense կուլ է տալի ու գնում է։ Իսկ իմաստուն մարդու մեջ միշտ բնակարանում ցանկալի գանձ եւ յուղ կա։ Այսինքն դա այս երկու բաներն այդ գանձն ու յուղը ցույց է տալիս, որ իմաստուն մարդը ինքը պաշար ունի, ինքը յուղ ունի, յուղը կարանք հասկանանք տարբեր կերպերով, ինքը սնունդ ունի, ինքը գանձ ունի, ինքը արժեքներ ունի, իր տան մեջ կան արժեքներ, իր տան մեջ կա կերակուր, իր տան մեջ կա բարիքներ եւ այլն, այսինքն կա բարեհաճություն աստվածային եւ այլն, այսինքն իմաստուն մարդը գիտի ինչպես վարվի փողի հետ, բայց անմիտ մարդը միանգամից կուլա տալ եկավ, միանգամից sense կարողանանք այսպես բան ենք ասում, չէ, գմփսնենք կամ չգիտեմ, այդ փողը միանգամից sense ծախսենք ու բարձրանենք, չգիտեմ, ախպեր մեկ անգամ ես ապրում, պետք է ապրես լավ ձև։ Անխելքություն։ Տրված է սերնացու ցանիր, որպեսզի ավելացնես, բիզնեսի մեջ ես խելամիտ օգտագործիր, ճիշտ օգտագործիր քո ընտանիքի համար, եւ ես երեք էլ ասացի վիդեոյի մեջ, որ լավագույն արժեքը երկնքում գանձ դիզելն է, իսկ ոնց կարանք երկնքում գանձ դիզենք, այսօր եկեղեցում եւ եկեղեցու գանձանակին, եկեղեցու կարիքները հոգալով, մարդկանց կարիքները օգնելով կարիքավոր մարդկանց, այդպես մենք կարող ենք գանձ դիզել, այսինքն եթե մենք աղքատին փող ենք տալի, եկեղեցուն մենք գումար ենք տալի, մենք տալիս ենք Աստծուն եւ մեր հաշվի վրա երկնքում ավելանում է օրհնություն, ավելանում է գանձ եւ վարձք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում։ Մի վստահիր փողին, այսինքն քո անվտանգությունը փողին մի վստահի, հույսդ փողի վրա մի դիր։ Մարդիկ կան այսպես փողը ունեն, արդեն իրենց համար աշխարհը ոտների տակ, ամեն բան կարող են, հույս մի դիր փողի վրա, որտեղ փողով ամեն բան չես կարող գնել։ Եվ երկրորդ, այսօր փողը կա, վաղը չկա, եթե հույսդ փողի վրա էր, ապա ոնց ես ապրելու վաղը, որ չունես այնքան, կամ էլ եթե մեկ ավելի շատ փողատեր լինի քո մոտ, քո դեմը կանգնի, քանի դեռ մարդիկ քեզանց ավելի չքավոր են, քո թուրը կտրում է կոպիտ ասած, բայց եթե մեկ ավելի շատ ունի եւ այլն, այն դեպքում հույսդ մի դիր փողի վրա, հույսը դիր սիրո վրա, որ մարդկանց սիրես, բարեգործության վրա, հույսը դիր Աստծո վրա, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի պես կծաղկեն, ծառի պես, տերևի պես կծաղկեն արդարները։ Այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ չմեծամտանան եւ ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, հարստությունը ունայն անվանում Աստվածաշունչը, այլ Աստծո վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ, որ վայելու չէ, եւ Աստված առատապես տալիս է ամեն բան։ Հույսը դիր Աստծո վրա, որտեվ շատ հարուստներ հիվանդացան եւ չբժշկվեցին, շատ հարուստներ վթարների ենթարկվեցին եւ մահացան, շատ հարուստների երեխաներ դժբախտ եղան թմրադեղերի, ալկոհոլի, միասեռականության եւ նմանատիպ շատ խնդիրների պատճառով, շատ հարուստներ դժբախտացան չունենալով իրենց երջանկություն, ամուսնալուծեցին եւ այլն, շատ հարուստներ միանգամից կորցրեցին իրենց ունեցվածքը, որքան հարուստներ այսօր իրենց ունեցվածքը կտային իրենց առողջության համար, իրենց երջանկության համար եւ այլն։ Հույսդ միշտ Աստծո վրա դիր, այլ ոչ թե փողի վրա։ Ապավինությունդ, քո անվտանգությունը թող լինի Աստծո վրա։ Քո երջանկությունը թող լինի Աստծո մեջ, քո ուրախությունը թող լինի Աստծո մեջ։ Եվ ես հիմա, եթե կլինեն մարդիկ, ովքեր որ շատ փող ունեն, հարուստ են եւ դիտում են այս վիդեոն, ուզում եմ քեզ ասել, սիրելիս, կա երջանկություն։ Կա փողից ավելի մեծ ուրախություն ու երջանկություն այն Աստծո մեջ է։ Կա ազատագրում նարկոտիկից, կա ազատագրում խմիչքից, կա ազատագրում սեռական տարբեր մարմնավոր հաճույքներից, կա ազատագրում կյանքից, այդ հարուստների միջավայրից, որ շատ դեպքերում անգամ կարող է քեզ էլ զզվելի լինի եւ շատերը կարող է իսկապես բոլորի համար կարող է ցուցադրական իրավիճակ անգամ զզվելի լինի, բայց ոչ մեկ չի կարող դեմ կանգնի դրան։ Կա հնարավորություն այդ ամենին դեմ կանգնելու եւ ունենալու, վայելելու այն ունեցվածքը, որ դու ունես։ Այսինքն ոչ թե դրա ձեռը գերին գնես կամ էլ այդ ունեցվածքը քեզ թելադրի ոնց ապրես, այլ դու թելադրես ոնց վատնես կամ ծախսես ունեցվածքդ ու ուրախանաս ու երջանկանաս այդ քո ունեցած անգամ հարստությամբ, ճիշտ ձևով ապրելով։ Եվ վերջին չակնկալենք բավարարվածություն։ Նրանք ովքեր որ փող են վաստակում եւ հարստություն եւ այլն,
երբեք մի ակնկալի, որ դու բավարարվելու ես։ Սա էլ անեմ, սա էլ ունենամ, սա էլ ավելացնեմ, կամ չի լինելու նման բան։ Երբեք, եթե փողը մարդը սիրում է եւ փողի հետևից գնում է, նա երբեք չի բավարարվելու փողից։ Երբեք չի բավարարվելու։ Դրամ սիրողը դրամից չի կշտանում եւ ոչ էլ հարստություն սիրողը շահույթից։ Սա էլ է ունայնություն։ Ունայնությունը, այսինքն ամեն բան անցողիկ է, փուջ է։ Այնպես որ հույսդ մի դիր ասելով, որ սա էլ ունենամ, հերիք արդեն, հերիք չի լինելու երբեք։ Սրան էլ հասնեմ, այսինքն ինձի բավական է, չի լինելու նման բան։ Այնպես որ բավարարվածությունը միայն մարդը ունենում է Աստծո մեջ։ Այո, որքան որ կարող ես վաստակիր, որքան ապրում ես, այնքան շատ վաստակիր, բայց երբեք չես բավարարվելու, եթե սիրում ես այն։ Եթե հույսը դրել ես նրա վրա, երբեք չես բավարարվելու, այն վտանգավոր է։ Այնպես որ կարողացիր ունենալ զգացողության այդ չափանիշի զգացումը, որ դու կարողանաս չափ դնել, որ դու կարողանաս ասել այսօր այսքանը։ Ես իմ հոգին չեմ վաճառի, ես իմ սրբությունը չեմ վաճառի, ես իմ բարոյական արժեքները չեմ վաճառի, ես իմ ընկերությունը, իմ ընտանիքը, իմ եկեղեցին, իմ սրբությունները, իմ լավ կողմերը չեմ վաճառի, ես չափ ունեմ եւ այսօր այսքանը, կավելացնեմ վաղ իմ ունեցվածքի վրա, բայց ես այսօր այսքանը։ Աստված միայն կարա օգնի մարդուն, որ ինքը բավարարվի իր ունեցածով եւ այդ ամենի մեջ այդ ամենը ունենալով ինքը երջանիկ լինի, ուրախ լինի դրանց մեջ եւ փառքը տա Աստծուն։ Այնպես որ եթե մարդ սիրում է փողը եւ անկուշտություն ունի փողի նկատմամբ, ինքը երբեք չի բավարարելու եւ վտանգավոր է, որ ոչնչի առաջ կանգ չի առնի եւ որը որ իսկապես Աստծո խոսքին դեմ է։ Փողը եւ ունեցվածքը Աստծոց օրհնություն է, ովքեր որ ունեն փառք Աստծուն, ովքեր որ ճիշտ ճանապարհով վաստակել են փառք Աստծուն, դա օրհնություն է։ Ճիշտ օգտագործիր, որպեսզի փողի գերին չլինես, այլ փողը ծառայեցնես քեզ։ Ամեն։ Եվ հարցրու Աստծուն. ինչու ունեմ այն, ինչ որ ունեմ Տեր։ Ինչի համար կուզես, որ ես օգտագործեմ քո գործի համար, քո եկեղեցու համար, երկրի համար եւ նաեւ շատ կարիքավորների համար։ Եվ թող Աստված իմաստություն տա քեզ։ Ամեն։